Պես եք գնահատում տեղի ունեցողը, դուք բազմաթիվ ուղերձներ հղեցիք նաև եվրոպական կառույցների ղեկավարին, արդյոք արձագանքներ կան թե ոչ։ Արձագանքների մասով չեմ կարող որևիցե բան ասել, որովհետև ինչ որ կա հրապարակայնացվում եմ։ Մենք գործ ունենք արդեն Հայաստանում ոչ թե ավտորիտար իշխանության հետ, այլ տոտալիտար իշխանության հետ, այստեղ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելը, որովհետև տեսնում եք, որ քաղաքականությամբ զբաղվում են ընդդիմադիր դիրքերից, այդ մարդիկ հետապնդվում են, կալանավորվում են, իսկ ընդդիմադիր խոսքի մասին էլ չասեմ, որ քաղաքական ոդկաստ վարող մարդիկ ընդդիմադիր քննադատության համար ենթարկվում են պատժի, սա ոչ արդարադատության իրականացում է, ոչ այլ ինչ է, այլ պարզապես սա պատիժ է ու այս իշխանությունները որևիցե բանով չեն կաշկանդվում, ոչ իրենց կաշկանդում է միջազգային հանրությունը, ոչ իրենց կաշկանդում է միջազգային իրենց պարտավորությունները, որոնց տակ իրենք ստորագրել են, այսինքն իրենք անում են այն, ինչ այդ պահին իրանց հարկավոր է, իրանք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում ոչ մարդու իրավունքների պաշտպանության վրա, իրանց անգամ չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության վարկ անունը, հեղինակությունը, այսինքն մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, որտեղ եթե ժողովրդավար երկիր լինեինք, գործեր պարզագույն իշխանությունների տարանջատման սկզբունք, իսկ այսօր մենք բազմիցս տեսնում ենք, որ եւ գործադիրը, եւ օրենսդիրը, եւ դատական իշխանությունը պատկանում է մի մարդու, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ձեզ թույլ տալիս են տեսակցել Նարեկ Սամսոնյանին։ Իմ տեսակցությունների իր փակեղած ժամանակ ես տեսակցել եմ իրեն, բայց այս ընթացքում հացադուլից հետո իրեն չեմ հանդիպել, իր հետ սահմանափակվում են հեռախոսային խոսակցություններով, որոնց ընթացքում ինքն ասում է, որ լավ է, բայց բնական է, որ լավ չի, ինքը երբեք չի բողոքել եւ երբեք չի էլ բողոքի ոչ իր առողջական վիճակից, ոչ իրավիճակից, ոչ էլ որևիցե բանից, բայց իրեն շատ լավ իմանալով անգամ իր ձայնի ինտոնացիան բավական է հասկանալու իրական իրավիճակը, այս աբսուրդի տակ ստորագրող մարդկանց խղճից եմ ուզում, որովհետև աննկարագրելի է, թե ոնց են իրենք կարողանում այս ամեն ինչը գլուխ բերել ու հանգիստ քնել։ Չգիտեմ, եթե միգուցե իրանց ավելի վատ ապագա է սպառնում դրա համար են սրա տակ ստորագրում, չեմ կարող ասել, բայց եթե իրենք ստանձնել են դատական իշխանություն կրողների դերը, ապա իրենք պետք է պատրաստ լինեն իրականացնել արդարադատություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ու իշխանավորները պետք է վախենային դատական իշխանությունից, ոչ թե դատական իշխանությանը թելադրեն, թե ինքը ինչպես իրականացնի իր արդարադատությունը։ Այստեղ մենք արդարադատություն իրականացնելու հետ գործ չունենք, այստեղ մանր վրեժխնդրություն է ուղղված Նարեկի Վազգենի դեմ, որը տարիների ընթացքում կուտակվել եւ հասել է այս վիճակի։ Ձեր ուղերձներից մեկում նաև պայքարի կոչ եք արել, որպեսզի նաև ձեզ սատարեն, ձեր թիկունքում կանգնեն, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերը, որևէ մեկը ձեզ սատարում է Նարեկի այս հարցում պայքարելու համար։ Ես բազմաթիվ ծանոթ անծանոթ մարդկանց հիմնականում անծանոթ մարդկանց կողմից սատարման խոսքեր եմ ստացել, բոլորը պատրաստ են, բայց այս տարիների ընթացքում այդ բոլոր մարդիկ երկար տարիներ պայքար մղել են։ Մարդիկ կան, որ արդեն էլ սպասում են տեսնեն, թե ինչ որ մի հրաշք պետքա լինի, որ այս իրավիճակը փոխվի։ Այդ առումով շնորհակալ եմ մարդկանց, ովքեր արձագանքում են, ովքեր անընդհատ կապի մեջ են լինում, իրենց աջակցությունն են հայտնում, ով ինչով փորձում կարողանում է օգնել, իր միջազգային ունեցած կապերն է տրամադրում, դրանք էլ են շատ բավարար։ Հանրային գործունեության մասին չեմ կարող որևէ մեկի ասել, որովհետև ամենքը պայքարում են նենց, ոնց որ ինքը ճիշտ է գտնում։ Այս իրավիճակում ես համարեցի, որ պետք է խոսեմ, որովհետև Նարեկենց փորձում էին ներկայացնել որպես խուլիգաններ, խուժաններ, ասում էին, որ իրենք խոսքի ազատության անվան տակ խուլիգանություն են իրականացնում, ինչը այդպես չէ, այսինքն հա, վիրավորանքներ են հնչեցնում, ու դա այդպես չէ, որովհետև եթե դուք լրագրողներ ֆրանսիական, չգիտեմ, մամուլին, եթե հետևում եք իրենց պոդկասթներին հետևում եք, այնտեղի քաղաքական պոդկասթներն ուղղակի անհնար է լսել է, որովհետև հայհոյանք, նախադասություն երևի չկա, որ մեջը հայհոյանք չլինի, անգամ ուղղված Մակրոնին կամ իրենց իշխան, բայց այդտեղ որևիցե մեկը քննադատության չի ենթարկվում, քրեական հետապնդման չի ենթարկվում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում էլ է ծանր վիրավորանքը ինքը ապաքրեականացված է, եթե անգամ ծանր վիրավորանք իրենք հնչեցրած լինեն, դա ինչով է
խուլիգանություն։ Խուլիգանություն անում են իշխանավորները, խուլիգանություն անում են մայրտաճար ներխուժած խուժանը, որը որ բարձրացել էր տապանակարերի վրա, կոտրում էր վեհարանի դուռը։ Այդ դրանք խուլիգանություն են։ Տավրոս Սափոյանի պահվածքը դա խուլիգանություն է, որովհետև հայոյանքներ, սեռական բնույթի հայոյանքները հնչեցնում բազմամարդ տարածքում։ Իսկ Նարեկն ու Վազգենն իրենց քննադատական խոսքը հնչեցնում էին YouTube-ում հեռարձակվող, ոչ թե պետական հեռուստաալիքով հեռարձակվող, YouTube-ում հեռարձակվող հաղորդման շրջանակներն, որը եթե դուրս չի գալի, կարող ես չնայել։ Այդտեղ դու չես կարող ենթարկվել խուլիգանական հարձակման։ Դուրս չի գալիս մի նայ։ Այսինքն շատ այստեղ պրիմիտիվ բաներ են, որոնք որ մարդիկ չեն տեսնում, որոնք որ լուն ուխտ են սարքում ու ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։